Ձեր վստահությունը որտեղից է գալիս, պարոն Գրիգորյան։ Վստահությունը ժողովրդի աջակցությունից։ Մենք երկու մերձավանի երկու տեղամասերում եղանք, երկուսում էլ կուտակումներ կային, ինչի չկար փարաքարում։ Դուք կարող եք բացատրել կուտակումները որպես այս համայնքի բնակիչ, այս բնակավայրի ներկայացուցիչ։ Այդ կուտակումներն ինչով է պայմանավորված։ Ժողովրդի մեծ պահանջ կա, որպեսզի համայնքը կառավարվի նորմալ։ Իսկ թվում է դա է եղել խնդիրը, որ կուտակումներ եղել, սենց անհամբեր ուզում են իրենց քվեն տրամադրել, որպեսզի այս վիճակից դուրս գա համայնքը։ Այդ նորմալ կառավարման այս բեռը կոպիտ ասած դուք եք ստանձնել։ Այո, իհարկե։ Ինչից եք սկսելու, եթե ընտրվեք։ Կարելի ասել ամեն ինչ ունի իր հերթականությունը, բայց խնդիրները այնքան շատ են, որ ամեն ինչից էլ պետք է սկսենք, որ ըստ հերթականությամբ կամ ըստ, չգիտեմ, որ բավականին մեծ խնդիրներ կան մեր համայնքում, բոլոր բնակավայրերի, եւ մենք այդ բեռը ստանձնելու ենք եւ նորմալ ամեն ինչը ժողովրդի պահանջը ի կատար ենք ածելու։ Բայց դուք ավականում 10 հոգով ներկայացված եք, չէ՞, արդեն ինքը բավականին մեծ թիվ է։ Այդ 10 հոգով ավականիով դուք ինչ արեցիք, կարողացաք ինչ-որ խնդիր լուծել, որ հիմա նորից գալիս եք փորձում եք իշխանություն ունենալ։ Մեր կարիքը ժամանակ չկար համայնքի կառավարման մեջ, քանի որ ընդդիմությունը կոալիցիա էր կազմել եւ 11 մանդատ ուներ, մեր կարիքը չունեին այդ մարդիկ։ Իսկ երբ որ 11-ը դարձավ 10, այդ ժամանակ արդեն մեր կարիքը կար եւ ունեցանք ընտրություն։ 2021 թվականին Իհարկե առաջարկել ենք, իհարկե։ Մերժել են։ Պարոն Գրիգորյան, մենք նկատում ենք, որ 2021 թվականին ապրելու երկրի կուսակցությունը 10 մանդատ ստացավ։ Ժողովրդին միավորվել եմ արդեն ես։ Կուսակցությունից որևէ մեկին կմիավորվի։ Ես ժողովրդի հետ արդեն միավորված եմ։ 2021 թվականին ապրելու երկրի կուսակցությունը 10 մանդատ ստացավ, սակայն 6 մանդատ ստացած քաղաքացիական պայմանագիրը միացավ 5 մանդատ ունեցավ Դավիթ Մինասյան դաշինքին։ Միավորումներ կարող են լինել իշխող ուժի կողմից եւ հաղթանակ իրենց լինի։ Այս անգամ չեմ կարծում, որ կարա այդպիսի բան լինի, քանի որ թե քարոզարշավի ընթացքում, թե տարիների ընթացքում ժողովրդի հետ իմ շփումները եղել են ամենօրյա եւ այդ քվեն կարելի ասել ես միջև ընտրությունների օրը արդեն ստացել եմ ժողովրդից։ Կարծում եմ դժգոհություններ ունեն իշխող ուժից, որ չեն ցանկանա այդպես ընտրել իրենց։ Այո, եւ դժգոհություններ ունեն, եւ այդ անարդ եւ առաջինը հենց այդ անարդարությունն է իրանց տանջում, որ այդպես կարա այդպես կոալիցիա եղավ եւ ամենաշատձայները մենք էինք հավաքել ու չկառավարվեց համայնքը նորմալ, չձևավորվեց համայնքային իշխանությունը նորմալ եւ երկրորդ դժգոհությունը նա է, որ ընտրությունից ընտրությունն իրենք տեսնում համայնքի ղեկավար տեխնացուներին նկատի ունեմ։ Տեխնացու Գորս Արիբեկյանը քիչ առաջ նշում էր, որ եթե իրենք ինքը չընտրվի, հանցավոր Գորս Արիբեկյանը քիչ առաջ նշում էր, որ հարաքարում վախի մթնոլորտ է ձևավորվել եւ սպանություններ են տեղի ունենում։ Եվ ասում է, որպեսզի այդ սպանությունները այդ հանցավոր ռեժիմը կանխվի, պետք է իրեն ընտրեն։ Ինչ է հանցավորության մասին է խոսում։ Ես չգիտեմ Գորս Արիբեկյանը ինչ նկատի ունի, բայց համայնքի ղեկավարը դրա հանցավորության դեմ պայքարի համար կա իրավապահ համակարգ, համայնքի ղեկավարը ինչով պետք է ինչ լիազորություններ պետք է ունենա, որ հանցավորության դեմ պայքար մղի։ Ասում է այդ ուժերը հանցավորության մեջ ներգրաված են եղել։ Որ ուժերի մասին։ Նկատի ուներ նաև Լյուդվիգ Գյուլնազարյանին։ Բայց Գորս Արիբեկյանը չի մոռանում, որ ինքն էլ է կոալիցիա կազմել հենց այդ ուժի հետ, որը որ ձևավորվեց համայնքի ղեկավարի պաշտոնը։
Պարոն Գրիգորյան, ես նկատում եմ, որ այստեղ ձեր պաստառն է փակցված եւ ըստ օրենքի դա պետք է 50 մետր հեռավորություն վրա լինի, արդյոք այստեղ խախտում չկա եւ Փարաքարի մեկ համայնքում էլ նման դեպ, բայց այնտեղ բոլոր տեխնացուների պաստառներն էր տեղադրված, այստեղ միայն ձերն է, ինչքան որ նկատում։ Չէ, եթե խնդրեմ մի փոքր ուշադիր լինեք եւ կտեսնեք, որ բոլորին էլ ոնց որ ասած այդ ձևով փակցված է, ոչ մի խնդիր չկա այդտեղ, այստեղ պաստառի ավել պակաս կամ մոտիկ հեռուն չի որոշելու համայնքի բնակչի քվեն։ Նրանք բոլորն էլ բոլորին ճանաչում են, լսում եմ ձեզ։ Եթե նախորդ սցենարը կրկնվի, դուք ինչ եք պատրաստ անել։ Նախորդ սցենարը ինչ նկատի ունեք։ Երբ որ դուք ունեք 49%, բայց այդպես էլ ղեկավար չդարձեք։ Մենք 49% չենք ունենալու ժողովուրդ։ Չենք ունենալու 49։ Հիմա ինչքան եք ունենալու։ Հաղթանակ ենք ունենալու։ 50+ ունենալու։ Հաղթանակ։ Իսկ եթե ամեն դեպքում չլինի դա, պատրաստ եք միավորվել։ Նպաստավոր այսպես առաջարկների դեպքում։ Որ ուժի հետ եք պատրաստ։ Նպաստավոր առաջարկներ բազմաթիվ են եղել, ես տեսակով այդպեսին չեմ, որ ինչ որ, չգիտեմ, նպաստավոր առաջարկները փոխեմ այն քվեի հետ, որը որ ժողովուրդն է տրամադրել, իսկ ժողովրդի կարծիքը ինձ համար շատ կարևոր է այն մասին, առաջնայինը հենց դա է իմ սկզբունքը։ Իսկ ինչ վերաբերվում է ձեր ասած ուժերին, որ ես պետք է միանամ, ես ոչ ոքի չեմ միանալու, վստահ ասում եմ ձեզ։ Պարոն Գրիգորյան, մի հարց էլ կարծիքներ են հնչում եւ այդ մասին նաեւ կայում են բոլոր այն համայնքները, որտեղ քաղաքացիական պայմանագիրը բարդվել է կամ կոալիցիա չի կարող կազմել։ Երկրորդ անգամ ընտրություններ են գնացել եւ բոլոր տեղերում գրեթե հաղթանակը իրենցն է եղել եւ հիմա մտավախություն կա, որ Փարաքարում եւս այդ սցենարն է լինելու։ Օրինակ ինչպես Վեդիում, ինչպես Գյումրիում են հիմա անում, ինչպես Վեդիում։ Մեզ մնացել է մի քանի ժամ եւ այդ ամեն ինչը, թե դուք, թե մեր հանրությունը, թե ժողովուրդը, մեր բնակչությունը բոլորը ականատես կլինեն այդ քվեին։ Պարոն Գրիգորյան, հիմա հետևում եք ընտրությունների ընթացքում, ստացել եք այդպիսի ինֆորմացիաներ։ Ամեն երկու ինֆորմացիա ունենք, բայց չեմ կարծում, որ դա կարող բնակչին շեղի, այսինքն քվեաթերթիկ տրամադրել եւ այն քվեաթերթիկում, որում երկրորդ համարն է նշված, մեր քվեաթերթիկը չի տրամադրվել, բայց դա չեմ կարծում, որ կարա բնակչին գցի մոլորության մեջ։ Բնակիչը շատ լավ գիտի իր ձայնը պետք է տա։ Իսկ ընդհանուր առմամբ տպավորությունն է, որ ընտրությունները ընթանում են նորմալ։ Առայժմ հա։ Շնորհակալություն։